Պարոն Սարգսյան, նաև քննարկումներ էր ընթանում, որ զինվորական ծառայության ժամկետը 2 տարից տարուկես դարձվի, այս մասով արդյոք որոշում կա, որ փուլում է եւ քննադատություններ եւ մտահոգություններ էին հնչում, որ եթե այդ որոշումը ընդունվի, ապա խնդիր է առաջանալու քանակի, այս անհանգստությունները արդյոք հաշվի եք առնում թե ոչ։ Նախ նշեմ, որ որոշումը ընդունվելու դեպքում մենք քանակի աճ ենք ունենալու, ոչ թե նվազում, քանի որ այս քաղաքացիները արդեն իսկ խուսափում են ծառայությունից եւ չեն ծառայում, սրանով իսկ արդեն ինչպես նշեցի, ընդհանուր զինված ուժերում զինծառայողների թիվը այս փոփոխությունների արդյունքում աճելու է, ոչ թե նվազելու է, եւ ես կանխատեսում եմ, որ մոտ, եթե մենք կարողանանք ամբողջությամբ իրականացնել այն ծրագիրը, որը ես ներկայացնում եմ, ունենանք 1 տարվա ընթացքում շուրջ 20% ավել զորակոչված զինծառայողներ, ինչը մեծ թիվ է եւ կարողանանք ել ավելի հեշտ խնդիրները, որոնք մենք այսօր ունենք։ Հաջորդ հարցը, որը վերաբերվում է 2 տարուկես դարձնելուն, դա կառավարության ծրագրի մեջ է մտնում եւ պաշտպանության նախարարի հետ ես խոսել եմ եւ առաջիկայում նաեւ ցանկանում եմ, որպեսզի այդ փոփոխությունը այս փաթեթի շրջանակում լինի, բայց ամեն դեպքում սրանք անդրադառնանք մենք աշտոնը կամ եկող տարի գարնանը եւ այս խնդիրը կլուծենք, ավելի մանրամասն փակագծեր այս բան չեմ ցանկանում բացել, բայց գնալու ենք այդ ճանապարհը, որպեսզի ժամկետային զինվորական ծառայության ժամկետը նվազի։